Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊՑ աշխատակիցները փակում են տարես տղամարդու բերանը, ապա թևերն ընկած քաշելով, երբեմն նաև հրելով, տանում են որքան հնարավոր է հեռու ղեկավարի աչքից։ Արտյոմ Գրիգորյանը զարմանում է, ես ահաբեկիչ չեմ, ասում է, եկել է իմ խնդրի մասին խոսելու։ Չգիտեմ ուր եք տանում, ով եք դուք տղեկ, ինչի եք տանում, ես իմ պահանջն եմ տնում, իմ երեխու տարեց վառեց ազատ ջուղում։ Ես Արամ Մանուկյանի պատիգն եմ տղեկ։ Գեղարքունիքում Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով ողջակիզված 15 ժամկետային զինծառայողներից մեկի պապիկն է Արտյոմ Գրիգորյանը։ Ազատի կացարանի գործին հետևող քաղաքացիներն ու նիստերը լուսաբանող լրագրողները լավ գիտեն Արտյոմ պապին։ Նա մասնակցում է թորան գործով բոլոր նիստերին, ուշադիր լսում դատավարական բոլոր կողմերի հայտարարությունները, գրառումներ անում իր տետրում։ Միակողմանի ծնողազոր Կարամի մայրը Արտյոմ պապի դուստրը վատառողջ է։ Պապն է որպես լիազորված անձ ներկայացնում միակ որդուն կորցրած դստեր շահերը։ Լարված նիստերի ընդմիջումներին տարես տղամարդու ինքնազգացողությունը հաճախ վատանում է։ Հələ մի հատ պատասխան թող տա։ Ինչի գելավ առավոտ գիշեր հանասա որ մի բաժակ կոֆեի բանով բեզի լսին վառեցի։ Ինքը սուտ ասում։ Դադարանու քանյակը պահակել եք որ կա ցույց տա։ Չի գալիս։ Ինք մեզ տուներ ծնողներին։ Արտյոմ Գրիգորյանը, ինչպես Ազատի կացարանի հրդեհից զոհված մյուս 14 զինծառայողների հարազատները 3 տարի նույն բանի համար են պայքարում։ Պահանջում են արդար քննություն, պարզելու իրենց որդիների դաժան մահվան իրական պատճառը եւ մեղավորներին։ Նրանք կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում, դա հավաստող փաստեր ունեն։ Չեն հավատում պաշտոնական վարկածին, որը ըստ էության նույնն է, ինչ դեպքից ընդամենը ժամեր անց, երբ դեռ անգամ նախաքննությունը չէր սկսվել, հայտարարեց Փաշինյանը, թե հրդեհի պատճառը վառարանը բենզինով վառելն է եղել։ Սա ծնողներն ու փաստաբանները համարում են ուղղորդում, որպեսզի իրավապահները քննության առնեն միայն այդ վարկածը։ Ախներ ես իմ երեխու 10 տարի պահեցի, ճամպեցի բալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որդուն կար։ Ինքը վառեց, թեյրը բախտիկ վառեցին։ Ազատ ջուղում զինվորական կացարանում։ Ես լիշնից, զայնագրություններով, սաղ բանով 12 օրով մեկ երեխեքը չեն եղել, բայց ինչ եղան այդ երեխեքը ունի, մինչև հիմա էլ դատը չի թողնում որ ախր գնամ, ասեմ որ ինքը իմանա, ոչ ընդունում է, ոչ էլ լսում է։ Ես 3 տարի դատավարություն է գնում, հələ ոչ մի բռնված չկա, մի հատ սալդատի բռնեցին, որպես հերթապահ է եղել։ Ախպեր բայեն մյուս այդ բաշտաճան հիմա ասել էի չեմ ուզում կովիդ բան ասեմ, բա դրանց ընչի չի բռնել, ընչի չի բռնում դրանց։ Փաշինյանը, որն այս դեպքին քաջատեղյակ է, ճանաչում է նաև զոհվածների հարազատներին, որոնց հետ նույնիսկ առանձին հանդիպում է ունեցել։ Ոչ միայն թույլ չի տալիս նրան խոսել, այլև նրան տարածքից հեռացնելուց հետո էլ առանց խղճի խայթի հայտարարում է, թե ընդդիմությունն է գումար տվել նրան, որ իր հավաքը խանգարի։ Աջակիցներն էլ Նիկոլ Վարչապետ վանկարկումներով են լրացնում թորան մահվան մեղավորներին գտնելու համար տարիներ շարունակ պայքարող պապին։ Ասենք կալուգացի օլիգարխը ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգումա, եկեք ընդհանրապես հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրանց գործին, հա։ Ազատի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները վրդովված են Փաշինյանի այդ հայտարարությունից։ Զոհվածների հարազատները նշում են, եթե Փաշինյանը շարունակի զրպարտանքներ հնչեցնել իրենց հասցեին, դատարան կդիմեն ու կպահանջեն, որ ապացուցի, թե իրենց գումար են վճարում։ Ամենավերջի հայհոյանքը տվողին էլ վերցողին էլ, մեր մասին այդպես կարծիք ունեցողին էլ։ Չի երևում է ծնողը կաշվից դուրս է գալի իրա ցավից, իրա վշտից ելնելով էլ բառեր չի գտնում, որ ասի իսա լացել, իսա չգիտեմ ինչ վիճակում ասում բանը փող են տվել, то անասուններ, то այն ռուսը մի հատ լավ խոսք ունի, չէ, ասում է каждый думает по мере своей испорченности, որ իրանք ծախուշներ են որոշները 10,000 դրամի համար իրանց հոգին կտան սատանին, իրանք գիտեն թե սաղը տենց է։ Ազատի կացարանում զոհված Հայկ Կիրակոսյանի հորը զայրացրել է նաև այն, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նորից հայտարարել է, թե ողբերգական հրդեհի պատճառը բենզինով վառարանում կրակ վառելն է եղել, թեև դատարանի վճիռ դեռ չկա։ 3 տարուց ավել է մոտ 3.5 տարի հեսա կլրանա։ Մենք պայթում տրակում ենք, որ դու առաջ օրը հելար առանց հիմքեր ունենալու այդ հայտարարությունն արեցիր։ Ինքը անուղելի է, ինքը այդ օրը դաժե նորից էլ այդ արտահայտությունը ասում է ժողովուրդ ջան, սա Վարդենիսյան դեպքն է, որ սենց է դատական համասմա դատական նիստերը դատավարությունը շարունակվում է,
Ամեն ասում ծնողներն ինչ-որ այլ վարկած ունեն, որ ինչ-որ այլ բան ա եղել, բայց իրականում այլ բան չի եղել։ Արա ինչ գիտես եղել է, թե չի եղել։ Դու նորից է որ ասում քո էշը առաջ ես քշում։ Օրեր առաջ, երբ Փաշինյանը մեծամորում էր քարոզարշավ իրականացնում, Գաբրիելը փորձել էր հանդիպել նրան, տալ իրեն հուզող հարցերն ու ինչպես ինքն է նշում, ասել այն ամենը, ինչ մտածում է նրա մասին։ Վարչապետի անվտանգության աշխատակիցները, սակայն տղամարդուն թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին, նրան հեռացրել են տարածքից։ Գնացինք, ես մինչև հասա իրան, որտեղ որ ինքը ելույթ էր ունենում, որ մի մեքենա, որտեղ որ կանգնացեցի, մի 150 մետր ինքը այն կողմ էր։ Ես իրա ձենը սենց ամեն ինչ արդեն ինձ նյարդայնացրեց, որ կանգնե իրա գովքը ներանում, մինչև իրանց իշխանության գալ, սենց է եղել, հիմա սենց է։ Ես ասի իրան ընդհատեմ, ասեմ, ես քեզ մի քանի բան ունեմ ասելու, ես ի վիճակի չեմ կանգնեմ, ես քո գովքը լսեմ։ Մի հատի չի, ես ինչի համար որ եկել եմ իմ ասելիք ասեմ, ես թողնեմ գնամ։ Էն էլ այդտեղ ինձ այդ անվտանգության աշխատողներից բան sense ֆորմով, որը գրաժդանսկի, որ սկսին քաշել հետ տանել, են որ ասում կատաղեցի արդեն, այդքան տեղն էլ որ գնացել է իր ձենը լսելով, արդեն ես որ լրիվ բան եղա։ Ու որ սկսեցին ընդ գոռալ, որը իրան զոմբիներից էին երևի, որը իր հետի բերածներից էին, տվյալ դեպքերում, որ իր վիճակը փրկեն, սկսին իր անունը տալ, գոռալ, վարչապետ, բան, անունը դաժե չեմ ուզում տամ։ Դրանից հետո Գաբրիելի կինն է մոտեցել Փաշինյանին։ Այդ օրն էլ Փաշինյանը առանց կարեկցանքի նույնիսկ արհամարանքով էր վերաբերվել որդեկորույս կնոջը, ապա մատ էր թափտվել վրան ու գոռգոռացել։ Ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխու փոխեք տարած, իմ երեխան միակ չացած ատամջու դիաբեյանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխան Արթուր ա եղել, 10-20 պակաս դեպք եղել ա, ասել են մի կոպեի բաժակով, որ ես քո վրա բենզին լցեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառիք։ Սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հարավակներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միայն ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Մաղսուդյանի հետ ես ինչ գործում եմ։ Մաղսուդյանի եթե մեղավորը դու աշխատանքից իրան հեռացրել ես, ինչի մեղադրյալներից որևէ մի աթոռել ինքը չի զբաղացել մեղադրյալների աթոռներից։ Ինչի դատարանում չի, ես տենց եմ ասում, եթե տվյալ մարդը մեղավորը աշխատանքից հեռացրել ես, 15 երեխու կյանք խլելու համար մաքսիմալ պատիժը աշխատանքից հեռացնելն է, ես այդպես չեմ գնահատում։ Չգիտեմ, ես երկրում կարող է իրանց համար զինվորն արժեք չունի ու ես այդ տենում որ զինվորին վերաբերվեցին, այդպես էլ դրա շարունակությունը թե ինքը, թե իր կողմնակիցները զինվորների ծնողներին են վերաբերվում։ Տարիներ տևող դատավարության ընթացքում զոհվածների հարազատներն արդեն կորցրել են հույսը, որ մի օր կիմանան, թե ինչ հանգամանքներում են զոհվել տղաները եւ ովքեր պետք է պատասխանատվություն կրեն տեղի ունեցածի համար։ Ամեն դեպքում առաջ որ ինչ-որ հույսով էին գնում, որ այնտեղ կար ինչ-որ մեկը գա, ինչ-որ մի բան փոխվի, այդ օրը ինչ-որ մի բան ասի, որ կարա գործի մեջ էական ինչ-որ փոփոխություն մտցնի։ Հիմա գնում ենք, բայց ոչ մի հույս չունենք, որ ինչ-որ բան կփոխվի։